Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլորին, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկայի 30 րոպեներին ձեզ հետ կլինեմ ես, Լուսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով մեզ կարող եք հետևել, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, դիտելու եւ լսելու հնարավորություններով, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, եթե բաց եք թողնում ուղիղ եթերները, կարող եք լրացնել ահա այս տարբերակով։ Եվ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ հայտարարված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ մեզ կրկին դիտելու, լսելու եւ մեկնաբանություններում հարցեր ու դիտարկումներ թողնելու, դրանք բաց են, ես դրանց հետևում եմ եւ կարող եմ հնչեցնել իմ պատրաստած հարցերին ի հավելում են։ Մենք այսօր զրուցելու ենք Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկաբույժ կրծքով կերակրման մասնագետ Կարինե Շամիլյանի հետ։ Ողջույն Կարինե։ Բարև ձեզ։ Շնորհակալություն թեմայի առաջարկի համար, քանի որ օգոստոսի 1-ից 7-ը աշխարհում նշվում է որպես կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ, փաստորեն իրազեկվում է այս երևույթի մասին, բոլոր հնարավոր գրագետ տեղեկությունները քարոզվում է, դրական կողմերը նշվում են, հերկվում են միֆեր եւ մոլորություններ, որը անպայման մենք էլ ենք անելու եւ փորձում ենք հասանելի դարձնել ներկա եւ ապագա մայրիկներին, ինչու ոչ, ինչ պետք է իմանալ կրծքով կերակրման մասին, ինչ պետք է հիշել, ինչին պետք է ուշադիր լինել։ Եվ այսպես, ձեզ որպես մանկաբույժի եւ արդեն ԿԿ մասնագետի, այսպես հարցնեմ, տեղեկությունը շատ բաց է եւ հասանելի, արդյոք դուք գտնում եք, որ դեռ կարիք կա հատուկ շաբաթ տրամադրելու, հատուկ խոսելու դրա մասին, միթե այսքան հասանելի տեղեկատվության դարում դեռ կարիք կա ոնց որ առանձին անդրադառնալու սրան։ Նախ շնորհակալություն հյուրընկալելու համար, նշեմ, որ այո, ճիշտ է, շատ հնչեցվում է այդ մասին, շատ խոսվում է, բայց միևնույն ժամանակ վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեռևս աշխարհում մինչև 6 ամսեկան երեխաների շրջանում բացառապես կրծքով կերակրվում են երեխաների ընդամենը 40-ից 45%-ը եւ դա այսպես ասած վատ ցուցանիշ է եւ հենց այս շաբաթի միտումը այդ ցուցանիշը բարձրացնելը բարելավելն է եւ նպատակը մեր բարձրացնել իրազեկումով եւս մեկ անգամ հնչեցնել կարեւորությունը կրծքով կերակրման, ինչպես նաեւ կարեւորել մոր աջակցության դերը այդ ցուցանիշի բարձրացման գործում, որովհետեւ մորը պետք է աջակցել, միայն մայրը չի կարող ունենալ կայացած կրծքով կերակրում, եթե չլինի հասարակության, բուժանձնակազմի եւ իհարկե ընտանիքի աջակցությունը, որը անչափ կարևոր է։ Ինչ առումով նրանք խանգարում են, թե մոլորություններ են փաթաթում, այսպես ասած, մամայի գլխին, ինչ հիմնական խնդիրներ են ստեղծում նույն հանրությունը, շրջապատը, հարազատներ, բարեկամները եւ այլն։ Առաջինը սկսում է ծննդատնից, անչափ կարևոր է ճիշտ ժամանակին բուժ աջակցության ցուցաբերումը, որպեսզի սկիզբ դնենք արդեն նորմալ կրծքով կերակրմանը, որպեսզի մայրիկի մոտ կայանա, իսկ հաջորդիվ սկսվում է արդեն ընտանիքի աջակցությունը, հայրիկի ներգրավվածությունը, որովհետև հետծննդաբերական շրջանում մայրիկը ունի լիքը աջակցության կարիք, վերականգնման կարիք, զուգահեռ ավելանում է երեխայի խնամքի անհրաժեշտությունը, հոգսերը եւ անչափ կարեւոր է, որ մայրը ունենա մեկը, ով կկարողանա առօրյայում օգնել, խնամել իրեն եւ զուգահեռ աջակցել, գիշերը մի քիչ ավելի երկար նայել երեխային, որ մայրիկը քնի հանգստանա, կարողանա արթնանալ, կերակրել, ինքը հանգստանա, որ ստացվի կազմակերպել այդ ամենը։ Եվ շատ կուզեի իմ կողմից ավելացնել, որ տղամարդու հայրիկի մասնակցությունը չդիտվի որպես օգնություն, բարեհաճություն,
բարեխղճություն, որ այ օգնում է ապրի ինքը լավ է։ Սա կարծում եմ պետք է լինի լիարժեք մասնակցություն իր չափով, իր կողմից, տեղից էլ բուն կերակրումը եւ բուն կատնարտադրությունը կատարում է միայն կնոջ մոտ, այսինքն մյուս կողմից պետք է լինի հստակ շատ ավելի մեծ մասնակցություն։ Դուք ինչ որ դրական միտումներ նկատում եք այստեղ։ Այո, միանշանակ մենք վերջին տասնամյակում ունենք նաև ցուցանիշի բարելավում, նշեմ, որ այս օգոստոսի 1-ից 7-ը համաշխարհային շաբաթը նշում է դեռ 1992 թվականից ու դրանից ի վեր մենք ունենք ցուցանիշների բարելավում։ Հայաստանում վերջին տասնամյակում գրեթե մոտ 10% բարձրացել է այս ցուցանիշը, այսինքն հիմա եթե 10 տարի առաջ այդ ցուցանիշը 36% էր, բացառապես կրծքով կերակրվում էին ընդամենը 35-6%, հիմա ունենք 45% կրծքով կերակրվող, բացառապես կրծքով կերակրվող երեխաներ։ Նաև պիտի ուրախությամբ նշեմ, որ ներկայումս դիմողների մեծ մասը ունեն ընտանիքի եւ հայրիկի աջակցությունը եւ այստեղ պիտի ասեմ, որ ընտանիքի համատեղ որոշումը կրծքով կերակրելու անչափ կարևոր է։ Դիմելիս, եթե խորհրդատվության ընթացքում նկատում եմ, որ հայրիկը շատ ներգրավված է, ընտանիքի մեծերը ներգրավված են այդ հարցում, աջակցում են, մենք հաստատ ունենալու ենք, եթե նույնիսկ դիմել են խնդրով ու կարևոր չի արդեն ինչ էտապում է այդ խնդիրը, հաճախ ունենում ենք խնդրի լուծում ու վերականգնում կրծքով կերակրման։ Եթե նկատում եմ, որ դիմողը միայն մայրն է, չունի աջակցություն, արդեն սպասելի է արդյունքը ու շատ ավելի դժվար է լինում այս դեպքում աշխատել մայրիկի հետ ու ստանալ լավ արդյունք։ Մի այսպիսի հարց արդյոք պետք է հղիության ընթացքում կամ թեկուզ մինչև հղիությունը ինչ որ կերպ պատրաստվել կրծքով կերակրման, եթե օրինակ մայրիկը հստակ որոշում ունի, կարդացած է, ուսումնասիրած է, գիտի դրական կողմերը եւ որոշել է, որ այո, ես անպայման պետք է կրծքով կերակրում կազմակերպեմ, ինչ որ ուղղորդումներ էստեղ ունենք, ինչպես պատրաստվել, ինչին պատրաստվել, ինչ հաշվի առնել, թեկուզ հոգեբանորեն, ֆիզիկապես ընթացքում հատուկ ինչ որ միջոցառումների կարիք չկա։ Դուք նշեցիք այն բոլոր կետերը, որին պետք է տիրապետել նախքան ծննդաբերությունը, այսինքն ինֆորմացիան այն մասին, թե ինչի համար է այդքան կարևոր կրծքով կերակրումը, հասնել գիտակցված որոշման դրան, բայց ինչ որ գործողություններ անել, որ հետագայում կրծքով կերակրումը կայանա, հղիության ընթացքում չկան այդպիսի գործողություններ։ Օրինակ չկան նաև հատուկ ֆիզիկական պատրաստվելու հարցեր կամ սննդակարգ պահելու, որ հետո շատ կաթ ունենամ եւ այլն, այսպիսի բաներ կան։ Առաջ մի քիչ կային, այ հղիության ընթացքում պետք է շատ օգտագործել, չգիտեմ, այսինչ մթերքները, հիմնականում դրանք լինում էին բարձր ճարպայնություն պարունակող կամ քաղցր շատկեր եւ այլն եւ այլն։ Սրանք հիմք ունեն որևէ գիտության հետ կապված։ Ուղղակի առողջ հղիություն վարելու համար պետք է հղին սնվի առողջ բազմազան չկա ինչ որ սննդակարգ, որը պետք է նախապես ծննդաբերությունը ունենա, որպեսզի կրծքով կերակրումը հետո կայանա։ Եվ բնությունը ամեն ինչ կանի, եթե մենք ընդհանուր առմամբ լավ լինենք եւ առողջ։ Բնությունը եւ տեղեկացվածությունը, թե ինչ է սպասվում իրեն ծննդաբերությունից հետո։ Եվ դուք մի քանի անգամ նշեցիք բացառապես կրծքով կերակրվող երեխաների փաստը առաջին 6 ամսում։ Այստեղ երկու գործոն է մեզ կարևոր հասկանալ, ինչու բացառապես կրծքով, ինչու է դա այդքան կարևոր եւ ինչու առաջին 6 ամիսները։ Առաջին 6 ամիսներին երեխան այլ սննդի կարիք չունի։ Կրծքի կաթը լավագույն սնունդն է, որը ապահովում է ամեն ինչով երեխային եւ հավելյալ ոչինչ կարիք չկա տալու։ Ներկայումս մի քիչ փոխվել է մոտեցումները այլ են, կարելի է հավելյալը, ոչ կաթը, հավելյալը սկսել 4 ամսեկանից սկսած որոշ դեպքերում։ Կատնախառնուրդի մասին չի խոսքը, այլ նորմալ սննդի։
Հավելյալ սնուցումը, որը սկսվում է կրծքով կերակրմանը զուգահեռ, կարելի է սկսել 4-րդ թույլատրելի է սկսել 4 ամսեկանից հետո, բայց դա հավելյալի մասին է։ Հիմա խոսում ենք երեխայի այն մասին, թե արդյոք կրծքի կաթը բավարար է երեխային, այո, իհարկե, եւ այն ապահովում է անհրաժեշտ բոլոր սննդանյութերը երեխային, որպեսզի ունենա առողջ աճ, զարգացում։ Նաև պիտի ասեմ, որ կրծքի կաթը հետաքրքիր շատ ու փոփոխվող բաղադրություն ունի, այն բաղադրությունը փոխում է անընդհատ օրվա ընթացքում երեխայի աճին զուգահեռ անհասցնված երեխաներին դեպքում կրծքի կաթի սննդարարժեք ավելի բարձր է հասուն ծնվածների մոտ այսինքն ուրիշ մեր է ուղեղը եւ մեր օրգանիզմը ինչ որ կերպ դա հասկանում են եւ ադապտացվում են երեխային երեխայի կարիքներին ադապտացվում է կրծքի կաթի կառուցվածքը առավոտյան տարբեր է բաղադրությունը գիշերվա ընթացքում օրինակ մելատոնինի մակարդակն է բարձրանում կրծքի կաթում, որը նպաստում է երեխային ավելի հեշտ քուն մտնել հիվանդության ժամանակ բնականաբար փոխվում է իմուն պաշտպանիչ բջիջների քանակը շատանում են եւ նաեւ կրծքի կաթի յուրահատկությունը կայանում է նրանում, որ պարունակում է մեծ քանակությամբ իմուն բջիջներ, հակամարմիններ, գիտենք, որ մինչև 6 ամսեկան երեխայի իմուն համակարգը դեռևս ամբողջությամբ զարգացած չի եւ այստեղ օգնության է հասնում մայրիկի կրծքի կաթի միջոցով փոխանցված հակամարմինները, լեյկոցիտները, որոնք նպաստում են երեխային չի հիվանդանալու դեպքում ավելի թեթև տանել հիվանդությունները։ Իսկ որ հիվանդությունների մասին այստեղ կարող է խոսք գնալ շնչառական ինֆեկցիաները, շնչառական վիրուսները շատ ավելի թեթև են տանում երեխաները, նվազեցնում է օտիտների զարգացման հավանականությունը, կրծքով կերակրումը եւ հերահար ազդեցություն եւս ունի այն երեխաները, ովքեր կերակրվել են կրծքի կաթով, բացառապես կրծքի կաթով մինչև 6 ամսեկանը եւ այնուհետեւ շարունակվել է մինչև 2 տարեկանը, նրանց մոտ ավելի քիչ է հավանականությունը հետագայում զարգացնելու այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք օրինակ տիպ 2 շաքարային դիաբետն է, գիրությունն է, որոշ ալերգիկ հիվանդություններ ալերգիկ հիվանդությունների զարգացման ռիսկը եւս նվազում է նրանց մոտ։ Իդեպ ալերգիաներից եթե խոսենք, էլի նախկինում խորհուրդ էր տրվում կերակրման ժամանակ հատկապես առաջին 4 կամ 6 ամիսներին ալերգիային հակված ալերգիա առաջացնելուն հակված մթերքներ, այնպիսիք ինչպիսիք են շատ գունավոր բանջարեղենները կամ մեղրը կամ ընկուզեղենից որոշ բաներ չօգտագործել մայրիկի համար, որպեսզի հանկարծ կաթով ալերգիկ ռեակցիա չանցնի երեխային։ Սա ինչ եղավ այս հարցի ճակատագիրը։ Ինչ ունենք այսօր։ Հերթական միֆերից է, իրականում չի փոխանցվում ալերգենները։ Մեղրը բնականաբար մինչև 1 տարեկանը պիտի բացառենք երեխայի սննդակարգից, բայց դեռ մայրիկինն են ուզում բացառեն, այստեղ իմաստունի պատճառը ինչն է։ Բացառում ենք բոտուլիզմի հարուցչի փոխանցման պատճառով երեխայի սննդակարգից, բայց բոտուլիզմը կրծքի կաթով չի փոխանցվում։ Դրա համար մայրիկը կարող է հանգիստ ուտել ու հանգիստ կերակրել երեխային չմտածելով ինչ որ վտանգի մասին։ Ուտել կարելի է մայրիկին ամեն ինչ, դե իհարկե ցանկալի է լավ մթերք, ցանկալի է այնտեղ ինչ բոլորիս համար վնասակար է կլինի դա fast food-ը, շատ ռաֆինացված մթերքը, պահածոյացված մթերքը, դե գիտեք, դա ոչ մեկին ցանկալի չէ, ոչ միայն կերակրող մայրիկին։ Եվ փաստորեն առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով կերակրումը ոչ միայն հենց այդ 6 ամիսների համար է, այլ նաև ծառայելու է բավականին հետո երկար տարիների ընթացքում։ Շատ հաճախ նշում եմ, որ եթե մայրիկը ունի ջերմություն կամ հենց գրիպով վարակվածություն, այլ նշաններ, այդ ընթացքում պետք չէ կրծքով կերակրել։ Եվ գիտեք, հաճախ դեպքեր են լինում, որ հենց այս միջակայքում էլ խախտվում է, խաթարվում է կրծքով կերակրման շատ դրական, լավ հաստատված գործընթացը եւ
այդպես էլ չի վերականգնվում։ Ինչ անել, եթե մայրիկը հիվանդացել է։ Իրականում հակացությունները շատ են, քան իրականում կան։ Այսինքն այն իրավիճակները, երբ չի կարելի կերակրել կրծքով։ Այդ միֆերի շարքին է պատկանում այն, որ երեխային չի կարելի կերակրել, եթե ունենք ջերմություն, եթե հիվանդ ենք վիրուսային ինչ-որ ինֆեկցիայով։ Իհարկե, կան շատ հազվադեպ բացառություններ, որոնց դեպքում կրծքով կերակրումը ժամանակավորապես կամ բացարձակ հակացում է։ Դրանից օրինակ կարող եմ նշել բացարձակ հակացում երեխայի մոտ միակ խնդիրը դա գալակտոզեմիան է, որը ժառանգական բնածին հիվանդություն է, դեպքում երեխան չի կարող մարսել կրծքի կաթի լակտոզը։ Դա բացարձակ հակացումն է, միակ հակացումը երեխայի մոտ։ Մոր մոտ էլի շատ հազվադեպ հանդիպող հիվանդություններ կան, օրինակ միավը, որի դեպքում չի կարելի կերակրել երեխային, կան ոչ բացարձակ ժամանակավոր հակացություններ, դրանցից կարող եմ նշել կրծքագեղձի շրջանում հերպեսային ախտարում ունենալու դեպքում, բայց իհարկե կարելի է մյուս կրծքից կերակրել երեխային այդ իրավիճակում եւ լավանալուց հետո շարունակել կերակրումը։ Ինչ վերաբերվում է սովորական տարածված ինֆեկցիաներին, վիրուսներին, կարելի է կերակրել եւ խորհուրդ եմ տալիս ինքնուրույն երբեք չփորձել դադարեցնել կրծքով կերակրումը։ Եթե կա նման կասկած, մտավախություն, որ այս իրավիճակում չկերակրեմ երեխային, որովհետև կվնասեմ, միանշանակ պետք է խորհրդակցել բժշկի հետ ու հասկանալ, արդյոք իրեն կարելի է կերակրել, թե չէ։ Հետո նոր հանգել այդ որոշմանը եւ չկերակրել։ Օրինակ պայմանականորեն կարելի է գտնել դիմել մանկաբույժ կրծքով կերակրման մասնագետ, այստեղ մասնագիտացված փորձ ունեցող անձի, ով կքննարկի առանձնահատուկ դեպքը եւ կգաք միասին եզրակացության, հա։ Իհարկե։ Նաեւ խոսենք այն մասին, թե կրծքով կերակրման գործընթացը, բացառապես կրծքով կերակրումը, կաթնարտադրությունն առհասարակ ինչպես է ազդում հենց կնոջ օրգանիզմի վրա, այն խոցելի է դարձնում, թե լավ է ազդում, ինչպես անել, որ լավ ազդի եւ հնարավորինս քիչ լինեն վատ ազդեցությունները, ինչ ունենք այստեղ։ Շատ հաճախ խոսելով երեխայի օգուտներից, մայրիկի օգուտները մոռանում ենք նշել, միանշանակ մայրը եւս ունի օգուտներ կրծքով կերակրման ընթացքում։ Հուսադրվենք էլի, որովհետեւ բարդ գործընթաց է սա։ Վաղ հետընձյան շրջանում գիտենք, որ կերակրման ընթացքում արտադրվում է օքսիտոցին հորմոն, որը նպաստում է արգանդի ավելի էֆեկտիվ կրճատմանը։ Դա բերում է մայրիկի մոտ արյունահոսությունների վտանգի նվազման, ավելի էֆեկտիվ է կրճատում, շուտ է կրճատվում արգանդը։ Բացի դրանից օքսիտոցինը նաև ստրեսը հանող հորմոն է եւ նպաստում է նրան, որ մայրիկը ավելի հանգիստ է լինում։ Դա էլ բերում է հետծնդաբերական դեպրեսիաների ռիսկի նվազեցման։ Հետո կապվածություն է ստեղծում հենց երեխայի հետ, որովհետև դա երջանկության հորմոն է, այսպես։ Այո, ստեղծվում է ամուր հոգեհուզական կապ երեխայի եւ մայրիկի միջև։ Նաև նշեմ, որ հետծնդաբերական շրջանում ավելի հեշտ է լինում քաշի վերականգնումը, եթե մայրը կերակրում է կրծքով, որովհետև այստեղ ավելորդ քաշից ազատվելը, հա։ Կրծքով կերակրման ընթացքում լրացուցիչ 300-ից 600 կիլոկալորիա ծախս է լինում օրական, ավելանում, որը նպաստում է հետծնդաբերական քաշի ավելի արագ վերականգնման։ Հաջորդ հաճախ տրվող հարցերից է ինչ ուտել կերակրման ընթացքում, որ կաթը հերիքի ավելի որակյալ լինի, պետք են հատուկ վիտամինային ինչ-որ ավելացումներ, պետք է շատ բարձր կալորիականության սնունդ օգտագործել, որ կաթը պակասություն չանի, ինչպես ասում է ժողովուրդը, թե ուտել այնինչ ուզում ես, ինչպես ուզում ես։ Մայրը պետք է ուտի ամեն ինչ, ինչպես նշեցինք, առողջ սննդի շրջանակներում։ Սնունդը պետք է լինի բազմազան, սննդարար, հատուկ ավել կալորիաների, ճարպային կամ ածխաջրային հավելումների կարիք չկա, խտացրած կաթի, այո, ասեք, էլի ասեք, խտացրած կաթը, գաթայի, խորիզի,
չի ավելացնում կաթի քանակը, կաթն արտադրության վրա ոչ մի ազդեցություն չունի ու ընդհանրապես մայրիկի սնունդը սննդակարգում ինչ որ սննդի ներառումը չի ավելացնում կաթնարտադրությունը, կաթնարտադրության շատացմանը բերում է միայն հաճախակի կերակրումները, մաշկին շփումը երեխայի հետ եւ մայրիկի հանգիստ վիճակը եւս նպաստում է նրան, որ ավելի հեշտ է լինում կազմակերպել, հաճախ կերակրել երեխային, այդ ամենը բերում է նաեւ կաթնարտադրության ավելացման։ Այդ դուք նշում եք, որ հաճախ կրծքին մոտեցնելը նպաստում է լավ բավարար չափով կաթնարտադրությանը, իսկ ինչ որ ռեժիմ ընդհանրապես պետք է սահմանել, ժամացույցին հետևել, երեխայի լացի եւ պահանջի տեսակներին հետևել, ինչ կառաջարկեք։ Երեխային պետք է կերակրենք ըստ պահանջի, էլի տարածված միֆերից, որ հատուկ ժամացույցով 3 ժամ 1 կերակրել դա սխալ է, որովհետև կրծքի կաթը արդեն իսկ պարունակում է ֆերմենտներ, որոնք օգնում են երեխային մարսել կաթը եւ ջուրամարս է, արագ երեխան սովածանում է եւ ըստ պահանջի պետք է կերակրենք առանց ժամին նայելով։ Ժամով ժամանակացույցով կերակրելը կարող է հանգեցնել նրան, որ երեխան բավարար քանակությամբ կաթ չստանա, չունենա բավարար աճ, դա հազվադեպ կերակրումները բերելու են մայրիկի մոտ կաթնարտադրության նվազման, որովհետև մայրիկի մոտ ոնց է պահանջարկ, առաջարկ մեխանիզմ է, այսինքն ինչքան շատ են կերակրում, մայրիկի մոտ օրգանիզմում լինում է դեֆիցիտի զգացողություն, այսինքն կա պահանջ, պիտի շատ արտադրվի։ Այդ մեխանիզմով ուղեղում սկսում է պրոլակտինի արտադրության ավելացում, ինչը բերում է կաթնարտադրության շատացման։ Այսինքն, ուշուշ կերակրենք, կուրսկը չի դատարկվելու, նույն ձևով մայրիկի ուղեղին գնալու է ազդակ, որ կաթը կա, կարիք չկա ավել արտադրության եւ ընկճվելու է կաթնարտադրությունը այդ մեխանիզմը։ Այսինքն X կերակրումից հետո պետք չէ չմոտեցնել ու սпасել կաթը լցվի։ Այ, ամենամեծ սխալն է։ Ամենամեծ, ամենահաճախ հանդիպողը 3 ժամ սпасիր, որ կաթը լցվի, շուտ մի մոտեցրու։ Մայրիկի մոտ հոգեբանական պահ կա այստեղ, որովհետև իրենք մտածում են, որ վայ լցվեց, ունեմ սպասեմ լցվի, հետո կերակրեմ։ Մի կուրծքը տամ, մեկը լցվի, հետո կերակրեմ։ Իրականում դա սխալ է։ Պետք է հաճախ կերակրել, որպեսզի այդ նաև արգելակումը չլինի, այսինքն պրոլակտինը չնվազի։ Պետք է հաճախ կերակրենք եւ ամեն կերակրման ընթացքում էլի տարածված սխալ, որ հաճախ ասում են կերակրեք մի կուրծքը, դա սխալ է։ Երեխային պետք է թողնենք ավարտի մի կրծքով կերակրումը, բայց հաճախ մայրիկի միայն մի կրծքով երեխան չի կշտանա, որովհետև մայրիկներ կան, որ երկու կրծքով հանգիստ կարող են իրեն երեխային բավարար կերակրել, բայց մի կուրծքը բավարար չի։ Դրա համար մի կերակրման ընթացքում խորհուրդ է տրվում երեխային առաջարկել երկու կուրծքը, առաջարկել։ Կարող է երեխան կշտացել, չի ուտելու եւ չենք ստիպում բնականաբար, բայց պետք է առաջարկենք։ Արդյոք հաճախ կերակրումը կամ ըստ պահանջի կերակրումը կարող է նպաստել երեխայի մոտ ավելորդ քաշի զարգացմանը կամ նույն շաքարախտի որևէ տեսակի, այսինքն մենք գիտենք, չէ, եթե շատ ենք կատնախառնուրդ կամ հավելյալ սնունդ, հատկապես ածխաջրեր չարաշահում, այստեղ ռիսկը բարձրանում է հենց նույն դիաբետի ունենալուն եւ ավելորդ քաշին։ Կրծքով կերակրվող երեխաները շատ թմբլիկ են մեկ-մեկ լինում։ Ու դենց հարցնում ես, միայն կուրծք է ուտում, բայց շատ թմբլիկ եւ մեկ-մեկ մամաները վախենում են, որ երեխայի մոտ ավելորդ քաշի խնդիր է արդեն ակնբախ։ Ինչ անել։ Պետք է կերակրենք ըստ պահանջի։ Կրծքով չենք կարողանա երեխային կերակրել ավելին, քան իրեն պետք է։ Բայց իրանում են իրենք, բայց ինչ լավ, սա վտանգավոր չի։ Վտանգավոր չի, վտանգավոր է, եթե երեխային կերակրում ենք շշով, կատնախառնուրդով եւ եթե երեխան պետք է կերակրվեր 15 րոպեի ընթացքում, արագ, ոչ ճիշտ դիրքավորումով, արագ մեծ քանակով ստանում է կատնախառնուրդը եւ այստեղ կունենանք մենք հավելյալ կերակրում եւ հետագայում կավելանա այս երեխաների մոտ իրոք գիրության եւ նաեւ շաքարային դիաբետի զարգացման ռիսկը։ Լավ, գրենք մեզ մոտ, պահպանենք, մտապահենք, որ բացառապես կրծքով կերակրումից թմբլիկ երեխաները ճարպակալման հետագայում ճարպակալման ռիսկ չունեն ավելի։ Այդ պահին էլ ոչ, չունեն։ Հա։ Դիետայի վրա նստեցնել։ Չէ։
Կերակրել ըստ պահանջի։ Եվ գիշերային կերակրումներին էլ անդրադառնանք, մինչև որ տարիքը պետք է պահպանել գիշերային կերակրումը, որովհետև նախկինից եկած որոշ մտքեր կան, որ գիտեք 4 ամսականից կամ 6 ամսականից արդեն կամաց փորձեք վերացնել գիշերային կերակրումները, որ երեխան շուտ սովորի ամբողջ գիշեր լավ քնել եւ այլն եւ այլն։ Այսօր ինչ է առաջարկվում։ Գիշերային կերակրումները կարևոր են կաթնարտադրության պահպանման համար, իսկ մինչև 3 ամսեկանը նրա համար, որ հաճախ երեխան լինում է թույլ ավելի հազվադեպ կերակրելու պատճառով գիշերը երկար քնելով կարող է լինել թույլ եւ չկարողանալ զուտ արթնանալ, ոչ թե սոված չի դրա համար է երկար քնում, այլ թույլ է։ Դրա համար մինչև 3 ամսեկանը խորհուրդ է տրվում 3 ժամից ոչ ուշ կերակրել երեխային։ Նույնիսկ եթե հանգիստ գնաց է եւ ձայն չի հանում։ Այո, որովհետեւ կա վտանգ, որ այս տարիքում զուտ սոված է ու չի կարողանում արթնանալ, որպեսզի ուտի։ 3 ժամը 1 մինչև 3 ամսեկան խորհուրդ է տրվում գիշերը կերակրել։ Մինչև 6 ամսեկանը խորհուրդ է տրվում ըստ պահանջի շարունակել գիշերային կերակրումները, որպեսզի պահպանենք լակտացիան մամայի մոտ, կաթնարտադրության նվազում տեղի չունենա։ 6 ամսեկանից հետո ըստ մայրիկի եւ երեխայի պահանջի կարող ենք շարունակել գիշերային կերակրումները, բայց եթե 6 ամսեկանից հետո երեխան 6 ժամ գիշերը քնում է հանգիստ, էլ կարիք չկա գիշերը արթնացնել, կերակրել երեխային։ Իսկ եթե կաթնարտադրություն է լինում եւ շատ լցվում են կրծքերը, այստեղ պետք է արտամղել, այսինքն հանել ամեն դեպքում կաթը կրծքերից։ Հատուկ սարքեր կան, չէ՞ հիմա։ Լավագույն տարբերակը բնականաբար այդ դեպքում երեխային կերակրելն է։ Լինում են իրավիճակներ, որ երեխային կերակրելուց հետո այդ դիսկոմֆորտի, լցվածության, տհաճ զգացողությունը դեռևս պահպանվում է, այս իրավիճակներում խորհուրդ տրվում է չափավոր արտամղել կրծքի կաթը, բայց բնականաբար ամբողջությամբ դատարկել չի կարելի, որովհետև ենթադրվում է, որ այդ լցվածությունը հիպերլակտացիայի, կաթի շատ արտադրության հետևանքով է եւ շատ դատարկելով մենք նույն մեխանիզմով նպաստելու ենք ավելի շատ արտադրության ու դա ոնց որ արատավոր օղակ է դառնալու։ Ինչքան շատ դատարկենք, այդքան շատ է լցվելու։ Կուզեի անպայման կրծքով կերակրումը դադարեցնելու մասին շատ արագ 1 րոպեի ընթացքում ներկայացնել։ Դուք նշեցիք, կարծես, որ ինքնուրույն եւ միանգամից եւ սեփական որոշմամբ պետք չէ, բայց ինչպես է պետք, ինչպես է ճիշտ։ Եթե կան բժշկական ցուցումներ, այսինքն մայրը ընդհատում է դադարեցնում է բժշկական ցուցումով, բնականաբար պետք է բժշկի հետ խորհրդակցել։ Եթե չկան ինչ-որ ցուցում բժշկական դադարեցնելու, բնականաբար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կերակրել մինչև 2 տարեկանը, շարունակել հավելյալի հետ զուգահեռ կրծքով կերակրումը, իսկ 2 տարեկանից հետո արդեն այդ որոշմանը պետք է գան համատեղ մայրի երեխա եւ մայրն է որոշում ինչքան ավելի երկար կերակրել, դադարը պետք է լինի աստիճանական, չի կարելի միանգամից դադարեցնել։ Այսինքն նախկինում որ կապում էին կրծքերը, երեխային ուղարկում էին տատիկ պապիկի տուն, որ մամային չտեսնի եւ չուզի, բայց գիտեք մինչեւ հիմա էլ իրականում դա շատ ստրեսային է եւ երեխայի համար, իսկ մայրիկի համար ստրեսից բացի նաեւ վտանգավոր կարող է լինել, որովհետեւ կարող է բերել բարդությունների առաջացման, ինչպիսիք է լակտոստազը, մաստիտը։ Իսկ ընդհանուր առմամբ մինչև վերջնական դադարեցնելը ինչ տևողությամբ ձգել, օրինակ 2 ամսում դադարեցնել, թե օրինակ 6 ամսում դադարեցնել։ Գիտեք, դա էլ անհատական է, հնարավոր չի ասել, բայց չի կարելի դադարեցնել, օրինակ 1 շաբաթվա ընթացքում ժամանակապես։ Սա նույնիսկ կարճ է։ Այո, շատ կարճ է։ Պետք է աշխանական, օրինակ շաբաթը 1 հանել 1 կերակրում օրվա ընթացքում, թողնել գիշերայինները հանել, քնելուց առաջ կերակրումը թողնել ամենավերջում հանելու։ Օրվա ընթացքում ոչ այն կերակրումները, որոնք ուղղակի
Ոչ թե Հավեսի համար հավեսի համար են առաջինը հանել դրանք, հետո աշճանական հասնել կարևոր կերակրումներին։ Շատ շնորհակալություն, մենք զրուցեցինք Ուիգուր կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկաբույժ կրծքով կերակրման մասնագետ Կարինե Շամիլյանի հետ, շատ հետաքրքիր էր, շատ կարևոր էր, հույս ունեմ, որքան հնարավոր է շատ կանայք եւ ապագա մամաներ մեզ լսեցին ու կհետևեն ձեր ուղղորդումներին։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։